Նախկին դատավորները դատարան էին եկել հանուն Արտուշ Գաբրելյանի, ինչ են մտածում։ Երեք հակակոռուպցիոն դատարանում նախագահությամբ դատավոր Խաչիկ Ղազարյանի կայացավ Երևան քրեական դատանի դատավոր Արտուշ Գաբրելյանի եւ մյուսների գործի քննությունը։ Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի նա ընկերոջ Գալուս Խուշուձյանի օժանդակությամբ Զորաբ Եզգատյանից պահանջել է խոշոր չափերով կաշառք։ Զորաբ Եզգատյանի վերաբերյալ 2011 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության առնչվող քրեական գործեր ուղարկվել դատարան, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրելյանին։ Սակայն գործի քննությունը 6 ամիս անց Գաբրելյանը կասեցրել է դրա վարույթը հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը քրոնիկ հիվանդություն է ունեցել։ 2023 թվականի հունվարին, այսինքն կասեցումից 12 տարի անց Գաբրելյանը վերսկսել է գործի վարույթը եւ քննում էր մինչեւ հիմա։ Ըստ Գաբրելյանի վերաբերյալ վարույթի գործի քննությունը վերսկսելուց հետո է նա կաշառք պահանջել մեղադրյալից։ Ավելի ուշագրավ էր, որ դատարան էին եկել նախկին դատավորների պաշտպանություն իրենց գործընկեր կալանքի տակ գտնվող Արտուշ Գաբրելյանի, մասնավորապես դատարան էր եկել նախկին դատավոր Վարդան Գրիգորյանը։ Դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում էին քննվում քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի, ՄԱՊ Ալիկ անունով հայտնի, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանի, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, եղբորտուս Սեդրակ Օսիպյանի եւ այլոց վարույթները։ Այսինչ ոտնձգություններ է դատական համակարգի նկատմամբ առանց մեկնաբանության։ Եվ այս դատավորին կալանավորելը բռնել ինչ ազդեցություն կունենա դատական իշխանության համակարգի վրա։ Առանց մեկնաբանության։ Իսկ ինչու չեք ուզում խոսել։ Խոսան վերջում, եթե դրա առիթը լինի։ Դուք կարծիք չունեք այս ամենի վերաբերյալ Իմ կարծիքի մեջ է, ես կասեմ ամենավերջում։ Չէ, ամենավերջում։ Դատական համակարգի նախկին ներկայացուցիչ եք եղել։ Ճիշտ է։ Դրա համար էլ նախապես չեմ ուզում արտահայտվել, կարտահայտվեմ ամենավերջում։ Պարոն Գրիգորյան, իսկ մեկ հարցը, եթե պարոն Գաբրելյանի գործը դատական համակարգում արկա վիճակի հետ կապված, դատավորներին կարգապահական, հայտնի գործերով դատավորները, եթե համացակում են, օրինակ նախկիներին պատասխանատվության ենթարկել, իրենց նկատմամբ կարգապահականներ են հարուցում եւ հեռացնում են համակարգից։ Այս դրսևորումների մասով մտահոգություններ չունեք, երկար տարիներ աշխատել եք դատական համակարգում։ Մտահոգություն թող ունենա նոր դատական գործող դատական համակարգը։ Մեր ժամանակ sense բաներ չկար։ ՎԴԽ-ի աշխատանքից դժգոհ եք։ Դատավոր չէ որ։ Ձեզ պատվեր եղել է երբևէ։ Ավելին, մյուս նախկին դատավորը, որը դատարան էր եկել հանուն Արտուշ Գաբրելյանի, Արթուր Օհանյանն էր, որի վարույթում էր քննվում Սասնա Ծռերի զինված խմբի անդամների գործը։ Նշենք, որ Արտուշ Գաբրելյանը մայիսի 1-ից կալանքի տակ է քրեական հետապնդման ընթացքում, մինչև նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը նա պահպանելու է դատավորի կարգավիճակը, ինչպես նաև օգտվելու է դատավորի համար նախատեսված սոցիալական երաշխիքներից, այդ թվում ստանալու է նաև աշխատավարձ։